Ես էմոցիոնալ մարդ եմ։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա որտեղ սառնաստ մարդասպան է, ինչի պետք է էմոցիա ունենա։ Սառնաստ մարդասպան, որի տեղը բանդում է, կամ Ծառուկյան Գագիկ, ինչի պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։ Նրա ամենօրյա պորտկումներն ու բուռն քարոզարշավները վաղուց դարձել են հանրության առօրյա լրահոսի անբաժան մասը։ Հանեք ձեր մասկեցքը, հանեք ձեր մասկեքը, ռադդ քաշի, հապալիմ է։ Վաղ առավոտյան հրավիրված ասուլիսում, սակայն Փաշինյանը չհերքեց ամենաքննարկվող թեման՝ անկլավների հանձնումը։ Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ, Արցախաշենը։ Ու մինչ երկիրը կանգնած է տարածքային կորուստների շեմին, 2018-ի Թավշյա հեղափոխության փոխարեն այս քաղաքական պրոցեսը նա համարում է երեխաների հեղափոխություն։ Որովհետև երեխաներն են շատ ակտիվ եւ իրականում իրենք են այս քաղաքական պրոցեսի հիմնական էներգիայի աղբյուրը։ Զարմանալի չէ, որ հենց 3 վարչական ռեսուրսի կիրառմամբ նրա հանրահավաքի ողջ ֆոնն ապահովում էին հենց դպրոցականները։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացի։ Ասեցին կարակ գնաք, որտեվ իրանք էլ են եկել։ Իր խոսքով Փաշինյանը Հայաստանը պատկերացնում է խաղաղ եւ ինքնիշխան, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրված։ Մենք ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը պայմանական ասած խաղաղության խաչմա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։